Կներեք, բայց արդեն պետք է դուրս գաք։ Ընդամենը 2 րոպե էլի խնդրում եմ։ Լավ, 2 րոպե ոչ ավել։ Ասում պիտի անջատեմ։ Արդեն լսեցի։ Ես անպայման կգամ, լավ։ Ապրես, որ զանգեցիր։ Հիմա ավելի հանգիստ կլինեմ։ Դե վաղը կսպասեմ։ Անպայման կգամ։ Վերջ, հանգստացար։ Տեսար, որ լավ է։ Մինչև իմ աչքով չտենամ չեմ հավատամ։ Վրամ ես արդեն պիտի դուրս գամ։ Պապան էլ է դրսում, շատ անհանգիստ է։ Մամային ոչ մի բան չենք ասել։ Արմո, կարող է դու տեղյակ լինես Վրամես վերջի շրջանում ինչ-որ խնդիրներ ունեցել է։ Չէ, ես որ բան չեմ նկատել։ Տարօրինակ է, շատ տարօրինակ։ Բա ով պիտի կրակեր Վրամի վրա։ Կարող է մեր գործերի հետ է կապված։ Չէ, ձյացակում։ Հնարավոր չի։ Այս ամեն ինչը ոչ մեր, ոչ էլ Վրամի հետ կապ չունի։ Դե արդեն չեմ հասկանում, մտքերս խառնվել է իրար։ Ոնց էր։ Լավ էր, Կաթիլային են միացրել, որ քնի։ Բա ինչ եք այդքան երկար խոսում։ Քեզ ինչ։ Լավ, երեխեք, իա։ Թող հիմա Արման քեզ տուն տանին, արե։ Արման պապա, էլի Արման։ Նարե ջան, ընդամենը թող քեզ տուն տանի, այդքան բան։ Պապա դու այս պահին էլ ես ամեն ինչ անում, որ Արմոյին հետս պահես, ես չեմ հասկանում։ Բա ասում իր ազատ ես, ասում իր չեմ ստիպելու ոչ մի բան։ Վայ, չեմ ստիպում էլի, չեմ ստիպում, Նարե ջան, հասկացի ուղղակի ասում եմ թող քեզ տուն տանի։ Հա, չես ստիպում, բայց համաձայն ես, որ Արմոն հետս գա։ Գիտես ինչ, պապ, ես չեմ ուզում ուրիշների արած սխալների համար պատասխան տամ։ Մեր տան ճանապարհն էլ լավ հիշում եմ, երեխա չեմ։ Ինչ է կատարվում քեզ հետ, աղջիկ ջան։ Ոչ մի բան։ Այսօր որ տեսել ես ամեն ինչ նորմալ է եղել։ Սովորականի պես։ Դե ինչ ես կանգնել, գնա հետևից, գնա։ Էդ էլ պետք է ասեմ, գնա։ Վերջ։ Հայկ, ես գիտեմ ինչեր ես քո համար նշանակում։ Ուզում եմ իմանաս, որ ես ոչ մի բան չի փոխում։ Ինչ էլ զգամ Վրամի հանդեպ շատ լավ գիտեմ, որ ինքը իմ համար արգելված է։ Ու ինքն էլ էդ գիտի։ Ուղղակի երբ հարցը հասնում է սրտին, աչքիդ ոչ մի բան չի երևում։ Ոչ ճիշտն ես տարբերում, ոչ սխալը։ Հայկ դու կարայիր զանգին չպատասխանեիր։ Կամ կարայիր թույլ չտայիր, որ ես Վրամի հետ խոսեմ, բայց դու թույլ տվեցիր։ Տեսնում եմ, որ վատ ես, հոգարից չեմ։ Հույս ունեմ, որ հետո արածիս համար չեմ պաշտպանի։ Խնդրում եմ, պապա ինչ ասես, հա։ Չեմ ասի Սոնա, բայց հենց այսօր կգնաս ու պապայից հետ ներողություն կխնդրես։
Այս աշխարհում իրանից շատ ոչ մեկը քո մասին չի մտածում։ Այսօր էմոցիաների ազդեցության տակ մի քանի բան ասեցիր, որ ընդհանրապես պետք չէր ասել։ Տենց ճիշտ չի։ Գիտեմ։ Ես ինձ շատ վատ եմ զգում, վաղը կխոսեմ հետը։ Շնորհակալ եմ։ Կանգնի։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ ներկայացում էր Նարը։ Մեկա դու էլ ես հասկանում, որ վերջում քո ոտքով գալու ես։ Ես ինչ մի դերիդ մեջ ես մտել։ Այդքան վստահ ես, որ գալու եմ։ Չէ։ Ուղղակի վստահ եմ, որ հորդ համար լավ աղջիկ ես։ Վստահ եմ, որ չես ուզում, որ քո պատճառով էլի մեկը դժբախտանա։ Բայց ավելի քան վստահ եմ, որ հանուն Մարգարիտ Թորան ես այս ամեն ինչը անելու։ Որ հանկարծ չիմանա։ Նարը, ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Հատուկ բաներ պետք չի որ անես։ Դու հաճույք ես ստանում, որ ինձ ցավում է։ Չէ, դու ես ստիպում։ Արա ինչ ուզում ես։ Խոսա ինչ ուզում ես։ Այդ ձայնագրության հետ վարվի ոնց ուզում ես։ Ես երբեք քո մոտ չեմ գալու։ Եթե ես գամ քո մոտ, այդ կնշանակի, որ ես սպանում եմ ինձ մնացածի համար։ Հասկանում ես, չէ՞ որ քո պատճառով կարելի ինչ-որ մեկը։ Հերիք է էլի։ Քո պատճառով։ Հերիք ասես Արմո։ Հա, ես գիտեմ, որ ես մեղավոր եմ։ Բայց կան մարդիկ, որ ավելի մեղավոր են, քան ես։ Ու ես պարտավոր չեմ բոլորի մեղքերի համար պատասխան տալու։ Արա ինչ որ ուզում ես, նորից եմ ասում, ես երբեք քո մոտ չեմ գալու։ Հորինի նոր շանտաժներ, նոր սարսափելի բաներ։ Իմ համար մեկ է։ Ինչ ուզում ես արա։ Ուզում ես պապայի բիզնեսը փակել տուր։ Ես քո մոտ երբեք չեմ գալու։ Փոշմանելու ես Նարը։ Անիկ, ես այսօր էլ տուն չեմ գա, բեռների հետ կապված խնդիր է եղել։ Վրամը մենակ չի կարողանալու լուծի։ Գնում եմ Վրամի մոտ։ Կարող է շատ ուշ ժամի գանք, կարող է վաղը գանք։ Մեկ էլ հա չզանգես, հարմար չի, չեմ պատասխանելու։ Այ քեզ բան։ Էդ ինչ խնդիր է, որ։ Նարեկ, ես մարդ դարձա, ուր էիր։ Հերդ ու Վրամը չկան։ Պապատ ասում է ինչ-որ խնդիրներ են առաջացել գործերի հետ կապված, բայց ես զգում եմ, որ մի բան են չի։ Դու է չկաս, կես գիշեր է։ Մամա գործի էի, բայց հիմա շատ հոգնած եմ, կներես։ Գործի էր, թե։ Թե ինչ։ Նարե, դու Արմոյից բաժանվեցիր, էլ քեզ հետ պահող բան չկա։ Ես ու դու լավ գիտենք, թե ինչու ավելի շուտ ում պատճառով այդպես է չտվեցիր այդ տղուն հնարավորություն։ Գիտես ես ոնց եմ հոգնել ձեր այս անիմաստ թեմաներից։ Ինչ
Ինչ ուզում եք մտածեք։ Հանգիստ թողեք ինձ։ Բարի գիշեր։ Աստված, կլինի ինձ հանգիստ թող։ Բարի լույս սերս, երևի լավ ես։ Երեք կարևոր որոշում ես կայացրել ու ոնց որ թե վերջնական էր։ Ապրես, ես հարգում եմ ու ընդունում եմ որոշումդ։ Միշտ էլ սիրել եմ քո ռիսկով տեսական։ Ուղղակի ուզում եի ասեի, որ ես էլ ձեռքերս ծալած չեմ նստել։ Ես էլ իմ խոսքի տերն եմ եղել։ Հայկը արդեն գիտի ամեն ինչ։ Այդ զայնագրությունն էլ, դրա 100 ժամացույցի նկարն էլ ու իմ կողմից էլ հավելյալ հաղորդագրություն ուղարկել եմ Հայկոյիդ։ Այ հիմա արդեն ես ձեռքերս լվանում եմ։ Իմ անելիքը այսքանն էր։ Աստված իմ ինչ անեմ։ Մամա։ Ես ինչի ես տեղ քնել։ Հոլը դու աղբորդ ես սպասում, չեմ ես զգացել ոնց եմ քնել։ Այսօր ես գնում այսքան շուտ։ Մամ, գործ ունեմ, պայմանավորված եմ։ Լավ։ Մեքենայով չգնաս, պապա չի թողնում, լսում ես, Նարէ։ Նարէ։ Ալո։ Հայկ, ես ձեր տան ճանապարհին եմ, խնդրում եմ պատրաստվի դուրս արի, շատ կարևոր բան ունեմ հետդ խոսալու։ Նարը պարտադիր է ժամի պիտի խոսանք։ Հա, Հայկ, շատ պարտադիր է։
Խնդրում եմ քեզ, ուզում եմ հետդ խոսամ, ուզում եմ ես քեզ բացատրեմ, քեզ պատմեմ, որ հետո չմտածես ես իմացել եմ ու Ինչ ես խոսում։ խնդրում եմ պատրաստվի ու դուրս արի։ Գալիս եմ, բայց չգիտեմ ոնց եմ քեզ բացատրելու ամեն ինչ։ Ոնց եմ բառեր գտնելու, որ պատմեմ։ Ոնց եմ անելու, որ չշարունակես, ոնց եմ անելու, որ ամեն ինչի վերջ տանք։ Չգիտեմ, Աստված իմ։ Արդեն ամեն խոսք ու խոստում կորցնում է իր ուժը։ Բարև ձեզ։ Բարև քեզ։ Ձեր տղան բավականին ուժեղ էր, քան մենք պատկերացնում էինք։ Դե իհարկե, բարդություններ կան, բայց դրանք շատ արագ կապակինվեն։ Շնորհակալ եմ բեժ ջան։ Փառք Աստծո ամեն ինչ կարգին է։ Ոնց է քնել գիշերը։ Դե լուսատեմ ցավեր ա ունեցել, բնականաբար բուժքույրը ցավազրկում ա ներարկե։ Ես առավոտյան վերքը տեսա։ Բնականաբար շատ լավ էր, գոհացուցիչ էր։ Հուսամ երևի մի քանի ժամից կտեղափոխենք պալատ, արդեն կարող եք տեսնել Վռամին։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, ես էլ շատ ուրախ եմ։ Հա, Սաքո ջան, ես էլ քո զանգին էի սպասում, ճիշտ ասած ուզում էի զանգել, բայց չհամարձակվեցի, ահա որ անհանգիստ է ամբողջ գիշեր չեմ քնել։ Էդ ինչ հանկարծակի խնդիրներ եղան այդ ապրանքների հետ, որ երկուսդ էլ գնացիք, ինչ ա եղել։ Անիկ, ապրանքների հետ ամեն ինչ կարգին է, բայց հիմա ես քեզ մի բան կասեմ, դու հանգիստ կվերաբերվես այդ ամենին, եղավ։ Ինչ ա եղել։ Ինչ որ մի բան ա եղել։ Սաքո, ասա, խնդրում եմ։ Ախր ես գում եմ, որ մի բան են չի ասա, խնդրում եմ։ Ինչ ա եղել։ Վռամին ա բան եղել, ասա։ Անիկ, հանգստացի, եղել է, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Մի քիչ հետո պալատ կտեղափոխեն։ Սաքո, ասա, ինչ ա եղել, խնդրում եմ։ Վռամին Ինչի եք հիվանդանոց տեղափոխել, ասա, ինչ ա եղել, խնդրում եմ, ասա։ Սաքո, ասա, խնդրում եմ, ամեն ինչ կարգին ա։ Անիկ, դրա համար եմ զանգել, որ ասեմ։ Ինչի ես եկել։
ո՞նց ես։ Քո կարծիքով այսքանից հետո ոնց պետք է լինեմ։ Հայկ, խնդրում եմ, շատ եմ խնդրում, ոչ մի բան մի ասա։ Ուղղակի լսի ինձ։ Ես ինքս էլ չգիտեմ ոնց եմ հասել ստեղ, իմ համար այս ամեն ինչի մասին խոսելը շատ բարդ է ու շատ դժվար է։ Բայց ես իսկապես ուզում եմ դու ինձանից լսես։ Ես կապ չունեմ այս պատմության հետ, բայց շատ կուզեմ, որ լսես ու հասկանաս։ Նարը մի հատ հանգստացի հիմա ու բացատրի նորմալ հասկանամ ինչ ես խոսում։ Հայ, կներես, խնդրում եմ, կներես։ Ես էլ չգիտեմ ոնց է եղել այս ամեն ինչը, բայց ես քեզ պատրաստ եմ 1000 անգամ ասել կներես։ Ոնց ես։ Լավ եմ, պապ ջան, լավ եմ։ Ինձ ինչ ա եղել թեթև կերծված քայլի դուք էլ իրար եք խառնվել։ Իսկ ով է այդ կերծվածքի հեղինակը։ Քո թեմաներն է թե Պապ, թարգի էլի։ Կարող եմ մի հատ էլ ասես թեթև տար ամեն ինչ նորմալ է։ Այդ աղջիկը հետ տա եղը, չէ։ Քո թեմաներն է թե աբոյի հետ է կապված։ Պապ, հիմա եկել ես ինձ տենաս թե հարցեր տաս։ Խելքս գլուխս չի գալիս։ Այս պահերը անցնի հետո կխոսանք, հա։ Դրսում ով կա։ Այս պահին ոչ ոք մերը տա գալիս ճանապարհին։ Լավ, ես գնամ մի երկու բան առնեմ բերեմ։ Գնա, պապ ջան, բայց տես հեռախոսս ուր է, տուր ինձ նոր գնա էլի։ Հեռախոսդ Ար, բժիշկը տվեց մոտս։ Բարև ձեզ։ Բարև։ Ալբերտ Սահակյանը դուք եք։ Ես եմ։ Քննիչ Նազարյան։ Ես ձեր առանձնատանը տեղի ունեցած դեպքերի հանգամանքները բարձելու համար եմ եկել։ Հետո։ Սոնա Սահակյանը տանն է։ Կարող եմ ներս գալ։ Ես իսկապես չգիտեմ ինչ բառերով քեզ բացատրեմ, ավելի շուտ երևի աշխարհում դեռ չի հորինվել նենց բառեր, որ կարելի է այդ արարքը արդարացնել։ Ես անկեղծ եմ ասում, Աստված վկա, ես ամեն ինչ կտայի, որ սենց չլիներ, բայց ես էլ չգիտեմ ոնց է այս ամեն ինչը եղել։ Ուղղակի Արման ժամանակ չկորցրեց։ Հա, էլի էտ Արման։ Հայկ, ես ուղղակի ուզում եմ քեզ ինքս ամեն ինչ ասեմ ու բացատրեմ, ես հույս ունեմ, որ դու կհասկանաս ինձ։ Ես չեմ հասկանում, այդ ինչ ինձ պիտի ասեր Արմանն, Նարը։ Ես չգիտեմ քեզ ոնց է պատմել Արման, բայց ոնց էլ ասած լինի, մեկը դրանից ոչ մի բան չի փոխվելու։
Նարը էլի եմ հարցնում, Արմոն ինձ ինչ պիտի ասեր, որ ես էլ չհասկանայի կամ հասկանայի։ Նարե։ Նարե։ Հիմա ես ու դու կգնանք նստեղ, որ կողքից ոչ մեկ չի տեսնի ու խոսանք կհասկանան ինչ է կատարվում։ Չէ, ես չեմ ուզում։ Ես չեմ հարցնում, ուզում ես թե չէ։ Չէ, Հայկ, խնդրում եմ, պետք չի։ Նարե, ասում եմ, պիտի գնանք։ Հայկ, ես ինձ իսկապես լավ չեմ զգում։ Դրա համար էլ ասում եմ, որ կգնանք, խոսանք ու կհանգստանաս։ Չէ, Հայկ, չէ, խնդրում եմ քեզ։ Գնացինք։ Ճանաչել եք գրակողին։ Դեմքը տեսել եք։ Չէ, չեմ տեսել։ Իսկ կասկածներ ունեք, ով կարա եղած լինի։ Չունեմ։ Իսկ գրակոծը հենց Վրամ Մադամյանի ուղղությամբ էր, թե ձեր։ Չգիտեմ, բայց փաստն է նա, որ հիմա Վրամն է հիվանդանոցում։ Դուք ոչինչ չունեք ասելու։ Դեպքը ձեր տարածքում է տեղի ունեցել։ Ոչինչ։ Ինչ-որ կասկածներ, նախկին ունեցած թշնամիներ, վեճեր։ Ոչ։ Բողոքել չեք ուզում ներկայացնեք։ Վիրավորը հիվանդանոցում է։ Ինքն է թո բողոքի։ Երկու թուղթ կա, եկեք ստորագրեք, ես գնամ։ Տեսախցիկներ կան, չէ՞, ձեր առանձնատանը։ Գալու ենք ձեր տուն, այդ տեսախցիկները նայենք։ Ոնց է երեխես։ Դու ես ինչ անսիրտ մարդ ես, որ ինձ ոչ մի բան չես ասել։ Հանգստացի, Անիկ։ Հանգստացի, հիվանդանոցում ենք, կամաց խոսի։ Պալատում պարկած է, ամեն ինչ նորմալ, այդ դրա համար չեմ ասել։ Մենակ է։ Հա, մենակ է, գնա մոտը։ Կներեք անհանգստացնելու համար։ Ես կճանապարհեմ։ Սպասի, գնա։ Ալո։ Բարի օր։ Որև։ Սաքոն Ադամյան։ Ինձ թվում է ճիշտ կլինի, որ հանդիպենք։ Երկուս էլ իրար բան ունենք ասելու։ Հասկանում ես, չէ՞։ Քեզ ճիշտ է թվում։ Կասեմ որտեղ եւ երբ։ Լավ։ Պապ քննիչի մոտ ոչ մի բան չասեցինք, բայց երկուսս էլ հասկանում ենք ինչ ա եղել։
Պապ երեք ամբողջ գիշերը ես տանջվել եմ, մտածել եմ, որ ինձ շատ սխալ եմ պահել, որ քո հետ սխալ կերպ եմ խոսել։ Դու իմ համար ամեն ինչ արել ես։ Էնպես ես արել, որ ոչ մի բանից չնեղվեմ, ոչ մի բանից չկաշկանդվեմ, որ եթե խնդիր ունենամ կամ հետդ խոսեմ ու կիսվեմ, դու էլ ինձ միշտ լսել ես։ Բոլորը վախենում էին քո մոտ մի տառ, մի բառ ավել ասելուց, բայց դու ինձ այդ հնարավորությունը տվել ես։ Դու այնպես ես արել, որ ես ազատության խնդիր չունենամ, ամեն ինչ ասեմ ու խոսեմ, հետդ կիսվեմ։ Բայց ես հիմա հարցեր ունեմ, պապ։ Ու դու իմ ոչ մի հարցին չես պատասխանում, այդ նորմալ չի։ Բալես, այդ նորմալ է, որ դու հարցեր ունես։ Բայց ամեն հարցը չի, որ պատասխան ունի։ Ու ամեն պատասխանը չի, որ դու պետք է իմանաս։ Գիտես ամենավատը որն է, որ ես սկսել եմ քեզնից վախենալ։ Դու իմ պապան ես, ես ինչ-որ բանից երբ վախեցել եմ քո մոտ եմ եկել, բայց հիմա ստացվում է, որ ես քո հետ նույն տարածքում մնալուց եմ վախենում, պապ, այդ նորմալ չի։ Պապ, ինչի պիտի սենց լիներ։ Իզուր եկանք չպիտի գայինք։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ հասկանում։ Մոռացել էիր ոնց եկար։ Մոռացել ես ոնց էիր զանգել դեռ լույսը չբացված ու տարօրինակ բաներ էիր խոսում։ Նարը ես գիժ չեմ, որ ուրիշ բան տեսնեմ ու ուրիշ բան հասկանամ։ Ոչ էլ դու ես գիժ, որ անիմաստ տեղը սենց վատ վիճակի մեջ լինես։ Այդ Արմոյի անունն էր տալիս։ Կբացատրես հասկանամ ինչ ա եղել։ Ես ուղղակի վախեցած էի ու ավելորդ բաներ խոսացի։ Ինչից ես վախեցել։ Հայկ, դու հիմա ինձ ավելի վատ վիճակի մեջ ես դնում։ Նարը, ես շատ լավ վիճակի մեջ եմ, քեզ էլ դնում եմ վատ դրության մեջ։ Ստեղից չենք գնալու ենքան, միջև չբացատրես ինձ։ Ուղղակի ես Արմոն բաժանվել ենք ու ինձ թվում է, որ Արմոն ոչ մի կերպ չի համակերպվելու դրա հետ։ Ուղղակի դու Արմոնին լավ ես ճանաչում ու գիտես, որ ինքը այս աշխարհի ամենատականք արարքներին ընդունակ է։ Հետո։ Հետո այն, որ ես վախենում եմ։ Ես շատ եմ վախենում քո համար։ Ես վստահ եմ, որ Արմոն առաջինը քեզ է վնասելու, որ ես ինքս իմ կամքով գնամ իր մոտ։ Այն, որ Արմոն ապուշ է, այդ նորություն չի։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ, ոնց կարա ինքը մտածի, որ ես ու դու կապ ունենք իրար հետ։ Ու ընդհանրապես այդ ինչ է հորինել, որ իմ հետ կապված քեզ ուզում է շանտաժ անել։ Ու դու ինչի ես իմ համար այդքան անհանգստանում, Նարը։ Սրանից տարօրինակ բան չկա։ Չէ, կա։ Կա, Հայկ։ Ավելի տարօրինակ է այն, որ դու ձևացնում ես, թե իբր ոչ մի բան չես հասկանում։ Արմոն մենակ չի, որ հասկացել է ամեն ինչ, ինչ որ կա։ Ուղղակի ես չեմ կարողացել իմ ներսում պահեմ այդ ամեն ինչը ու ինքս ինձ մատնել եմ։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Հայկ, ինչ ես խաղում։
Ես շատ լավ գիտեմ, որ դու կարդացել ես նամակներս։ Այդ նամակները գրելու պահին ես չէի մտածում, որ մեր ճանապարհները կխաչվեն։ Թող քեզ չթվա, որ ես այս ամեն ինչ ասում թեթևանում եմ, չէ։ Ուղղակի ես իսկապես շատ երկար եմ պահել իմ ներսում ու էլ չեմ կարողացել թաքցնել։ Բայց այն ինչ որ կա, դա քեզ չի վերաբերվում ու դու կապ չունես դրա հետ։ Ժամանակը ամեն ինչ օգնում է, չէ՞։ Ուրեմն ես էլ մի օր կանցնի։ Պիտի որ անցնի։